Ողջույն բարեկամներ, պետք է ասեմ, որ սոսկալի շատացել են ալիքի վրա հարձակումները, շատ են բողոքում մարդիկ, որ վիդեոների տակից ջնջված են լայքի կոճակը, տարածելու կոճակը, ընկել է շատ ալգորիթմը, այն որ ես ուղիղ եթերներում այս տիպում առաջ գնա, դա հնարավոր է, դա ինչ որ կերպ մենք ընթացքում հաղթահարում ենք, բայց այն ձայնագրությունները, որոնք պարբերաբար Երևանում ամեն օր ժամը առավոտ, կարծեմ 8-ին կամ 9-ին առավոտյան նայում եք, այդ ժամանակ կարողանում է թշնամին, բառացի թշնամին կոծել ալգորիթմը եւ դրա տարածելը ինչ որ տեղով խոչընդոտել։ Դրա միակ տարբերակը, դրա միակ լուծումն ու օգնությունը կարող եք տալ դուք։ Դուք ձեր գրառումներով տարածելով, եթե նույնիսկ այդ կոճակը չկա տարածելու, դուք ուղղակի լինքը վերցրեք եւ դրեք ձեր սոցիալական էջի վրա։ Եթե չեք տեսնում լայքի կոճակը, նշանակում առնվազն գոնե մի քանի անգամ կոմենտ գրելով դուք կարող եք այն փոխարինել, որտեղ ալգորիթմը տեսնում է ակտիվություն էջի վրա։ Մի խոսքով սա տեղեկատվական պատերազմ է եւ թշնամուն ակնհայտորեն խանգարում է այն, ինչ որ մենք անում ենք։ Ես չեմ էլ կասկածում, որ դա խանգարելի է։ Մասշտաբները դեռ պարզ չի, ինչ մասշտաբների է խանգարում, բայց այն որ այն խանգարում է, դա միանշանակ է, որովհետեւ օրեցօր աճող եւ ամենակարևորը ինտելեկտուալների շրջանում աճող հեղինակությունը ալիքի, դա իրոք մտահոգելու առիթ է տալիս իրենց։ Ես նախորդ նաև ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, որոնք իմանալով խորքային մեր խնդիրները, իմ կես խոսքից հասկանում ես ինչ նկատի ունեմ։ Իսկ ես շատ ժամանակ ստիպված եմ լինում նույն բանը տարբեր անկյուններից մեկտաբանել, որովհետև ես էկրանի այն կողմում չգիտեմ, ասենք ինֆորմացվածության աստիճանով ինչ կարգի տեղեկացված մարդն նստած եւ ես աշխատում եմ մաքսիմում մանրամասն ներկայացնելով չթողել ոչ մի բան չհասկացված եւ թերին բռնված կամ տարընթռնելի հնարավորությունների դաշտում։ Այնպես որ ես գիտեմ, որ ես շատ ժամանակ նույն բանը ստիպված եմ տարբեր ձևերով ասել, բայց վստահ եղեք, դա ոչ մեկին վիրավորելու համար չի, ես ուղղակի ուզում եմ, որ ոչ մի երկիմաստ բան չմնա իմ խոսքերի մեջ։ Ես ձեր հետ մաքսիմալ անկեղծ եմ, ովքեր որ կես խոսքից են հասկանում ինձ, ես շատ ուրախ եմ իրենց համար, ես ներողություն եմ խնդրում ձեզանից, բայց երբեմն բաներ կա, որ ես ստիպված եմ բացատրել, ընդ որում այսքան բացատրելուց հետո երևի դուք եք տեսնում հարցերի ընթացքում նույն բանի մասին ինչքան կարող են անտեղյակ հարցեր հնչել։ Ես սիրում եմ բոլորին, ընդունում եմ բոլոր տեսակի հարցերը, որտեղ ես գիտեմ մարդկանց հնարավորությունները բնությունով տարբեր է եւ մարդիկ տարբեր աստիճանի տեղեկացվածության եւ կենսագրության առումով հիմքի վրա կարող են ունենալ տարբեր ընկալման աստիճաններ։ Եվ այսպես ուզում եմ ասել, որ մնաց ընդամենը 5 օր կամ 6 օր մեր հանդիպմանը Մոնրեալում, ովքեր տարածքում են ապրում, ես իրոք հրավիրում եմ, մուտքն ազատ է, մենք կարող ենք քննարկել հարցեր, որոնք առիթ չի լինում եթերում կամ եթերային չեն, տեսնենք, կշփվենք, ովքեր տարածքում են եւ ցանկություն ունեն եւ սիրով հրավիրում եմ ձեզ հանդիպման։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր եւս մեկ ավելի ճիշտ ասեն 2 քրեական գործ ավելացրել ենք մեր դիմումների մեջ, ովքեր հետևում են կայքին, երևի արդեն գիտեն, դա կոչվում է armjustice.com, հայ արտադրություն, նարատիվորեն թարգմանած, դուք կարող եք գտնել այստեղ բոլոր արդեն հարուցված քրեական գործերն ու դիմումները։ Ես պետք է ասեմ, որ 10-ից ավելի է ես հաշվեցի, իսկ ինչ ենք այսօր մենք ավելացել, որը թարգմանության ընթացքի մեջ է, նորից եմ ուզում ասեմ, եթե իրավաբաններ կան, որոնք անգլերենին տիրապետում են այնքան, որ կարող են այս դիմումները մասնագիտական մակարդակի վրա թարգմանել, շատ շնորհակալ կլինենք ձեր օգնության համար, սրանք շատ կարևոր են։ Ինչի վերաբերյալ է այս դիմումը։ Հարություն Բաղդասարյանը դիմել է Ալմավիրի դատի մարզի դատախազին, որովհետև մայրաթուղին է դա վերաբերվում, դիմումը հետևյալի մասին է, գելի պարոն Պողոսյան, Մայր Թող Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել, եթե դուք հիշում եք, դա եկեղեցիների ավերման մասին էր։ Մասնավորապես ասվում է, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող Արցախի հոգևոր եւ մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունը
շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը, նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից։ Պետական մակարդակով իրագործվող այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել, որով եւ կասկածել են դառնում Հայաստանի հետ կայուն եւ երկարատև խաղաղության հաստատելու մասին հայտարարությունները։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին եւ իշխանության ներկայացուցիչներին հրատապ գործում քայլեր ձեռնարկել կանխելու Արցախի հոգեվոր մշակութային ժառանգության վերացումը, հիմնվելով որոշակի քրեական քրեական հղում անելով այդ օրենքների եւ հոդվածների վրա կներեք։ Այստեղ ասում է նաև 23 թվականի հունվարից սեպտեմբեր Արցախը գրկվում է շրջափակման մեջ, Ադրբեջանի գործողությունները համընկնում են վերոգրյալ նորմի առաջին եւ երկրորդ կետերի հատկանիշներին եւ այսպես ասածից հիմնավորում բերեմ Բաղդադ Սրբազանի քարոզը, դեռ վերևում ես մի քիչ անցա, խոսքը էթնիկ զտումների մասին է։ Հիմա Բաղդադ Սրբազանի քարոզը, ովքեր ուրանում են մեր Արցախ աշխարհը, նրանք շիրիմ չեն ունենալու, նզոված են լինելու։ Բաղդադ Սրբազանը։ Սա կարելի է ընդհանրացնել բոլոր նրանց, ովքեր Փաշինյան Նիկոլ են ընդունում եւ սատարում են։ Իսկ այս նզովքը տարածում է բոլոր նրանց նկատմամբ վրա, ովքեր աջակցում են Փաշինյան Նիկոլին։ Մեր ոչ ժողովրդի նկարագիրն է այսօր Արցախ աշխարհում։ Ինչ է այնտեղ տեղի ունենում։ Ցկտում է մի ոչ ժողովրդի ստորացնել, ալարգել, տենչում են սովի մատնել, սպանել, ոչնչացնել։ Սա այն ժամանակվա։ Եվ Տերն ասում է. դատելու եմ ձեզ իմ ժողովրդի ավակներ եւ իշխաններ, դատելու եմ ձեզ։ Սա Եսայի խոսքերից է։ Մի խոսքով բավականին մասնագիտական լուրջ աշխատանք է կատարվել հղումներով, նկարագրելով բոլոր իրադարձությունները, բոլոր ռազմական հանցագործությունները նկարներով եւ այսպես մենք մանրամասն ներկայացված է այստեղ։ Մեր կայքում դուք կարող եք գտնել։ Եվ այսպես հարգելի քաղաքական գործիչներ, լրագրողներ, ուսումնասիրողներ, պատմաբաններ, ովքեր հետաքրքրված են այսօրվա իրականություններով ոչ թե կուսակցական քարոզի մակարդակի վրա, այլ մասնագիտական, տեղեկատվական եւ իրավաբանական մակարդակի վրա կարող են այցելել կայք գտնել բոլոր հոդվածները, բոլոր դիմումները, բոլոր տեղերը կան PDF ֆայլերը, դուք կարող եք download անել, ներբեռնել եւ օգտագործել ձեր ինքներդ գործեր հարուցեք կամ չգիտեմ ինչ որ պաշտպանեք, այս նյութերն օգտագործեք, որովհետեւ ժամանակակից պատմաբանների համար մենք հսկայական արխիվ ենք նախապատրաստում, թե ինչ կարգի հանցագործություններ են տեղի ունեցել։ Ես սրա համար եմ ես կոչանում նրանց համար, ում համար սա կարևոր գործ է, իրոք արժևորում են այս աշխատանքը, այս տիտանական աշխատանքը, դելիկա ես չեմ վերջացրել։ Նրանք կարող են օգնել եւ ալիքին եւ փաստաբաններին։ Բոլոր տարբերակները օգնություն ուղարկելու համար ներքևում կա։ Այնպես որ ձեր ակտիվությունից է կախված, թե մենք որքան երկար կարող ենք սա իրականացնել եւ ամենակարևորը, որքան արդյունավետ մենք կարող ենք իրականացնել։ Մենք պատրաստվում ենք այս ամբողջը թարգմանաբար ներկայացնել բոլոր նրանց, ովքեր գալու են ամսի 4-ին 5-ին Հայաստան։ Եվ բոլոր նրանց, ովքեր գալու են նաև դիտորդական առաքելությամբ Հայաստան։ Հիշեք, պատերազմը չի ավարտվել։ Մյուսը վերաբերվում է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած այն միջադեպին, որտեղ, եթե հիշում եք, այն երիտասարդին բռնության ենթարկեցին, կալանավորեցին եւ հիմա Հարություն Բաղդասարյանը հարց է ուղարկել գերաշնորհ Տեր Արշակ arczepiskopos Խաչատրյանին։ Ինչու՞ նա բանը։ Սրբազան հաշ 26 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղ ունեցած միջադեպի հետ, ինչի արդյունքում նախաձեռնվել է քրեական վարույթ մեղադրանքի առաջադրվել ՀՀ 3 քաղաքացու։ Ըստ պաշտոնական տեղեկատվության անձինք մեղադրվում են պաշտոնատար անձի օրինական, ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Պատկերացնում եք, իրանք եկել են եկեղեցի, որպեսզի ծառայողական եւ քաղաքական գործունեություն իրականացնեն։ Այսպես է հիմնավորված այդ քրեական գործը։ Հայտնում եմ ձեզ, որ անձանցից մեկը
դատապարտվածներից իմ պաշտպանն է։ Ուստի ղեկավարվելով Սահմանադրության 42-51 հոդվածների փաստաբանության մասի օրենքի մի խոսքով համաձայն, ուզում ձեր պատասխանը ստանամ ձեզանից։ Արդյոք եկեղեցում պաշտոնատար անձինք իրավունք ունեն ծառայողական կամ քաղաքական գործունեություն իրականացնել։ Եթե այո, ապա ինչ գործունեություն է իրականացել Փաշինյան Նիկոլը։ Սա պետք է տա Աշակ Սրբազանը, որ մենք էլ ասենք դուք ստում եք, դուք իրավունք չունեք եւ մեր երեխաներին դուք փաստորեն կամայական դուք նախ բռնություն եք գործադրել, երկրորդ զրկել եք ազատությունից։ Թույլատրելի է արդյոք եկեղեցի զենքով մտնելը, եթե այո, ապա ով է այդ թույլտվությունը տալիս։ Պատարագից ուշադրած անձը, եթե իրոք հավատացել, արդյոք իրավունք ունի մարդկանց մի կողմ հրելով գնել դեպի խորան։ Իրավունք ունի արդյոք պաշտոնատար անձը եկեղեցում հավատացյալներին քաղաքական հուշանվերներ տալու, ինչպես է եկեղեցին գնահատում տեղի ունեցածը, մասնավորապես հավատացյալի նկատմամբ բռնություն կիրառելը։ Մի խոսքով, այսպիսի մանրամասն մենք հետամուտ ենք լինում նախ մարդկանց պաշտպանության, երկրորդն էլ այն հետաքրքրված մարմինները, ովքեր անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ, սա միջազգային կառույցների մասին է խոսքը, նրանց տալ օբյեկտիվ տեղեկատվություն։ Մի բան, որ պետք է անեին Հայաստանում աշխատող ՀԿ-ները, որոնք սնվելով Նիկոլ Փաշինյանից անում են ճիշտ հակառակը։ Դուք պատկերացրեք, մենք դիմում ենք գրում Հայաստանի դատախազություն հիմնավորելով որ մեր պատմական մշակութային շենքերը ավիրվում են Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից, տեղի է ունեցել էթնիկ զտում, դա անում է փաստաբանը, բայց այդ դրանք կոչված ՀԿ-ները ոչ միայն ձայն չեն անում, այդ չեմ ասում կառավարությունը, այն նույնիսկ չեն զեկուցում, որի համար աշխատավարձ են ստանում, այն կառույցներին, որի համար իրանք աշխատում են, որի արդյունքում Ալիևն ու Փաշինյան Նիկոլը ստանում են խաղաղության մրցանակ, այսինքն ցեղասպանություն իրականացնողները եւ մշակութային ցեղասպանության իրականացնողները այս հանցագործների լռության արդյունքում եւ շնորհիվ ստանում են խաղաղության մրցանակներ, այսինքն իրան շնորհիվ ռազմական հանցագործը փոխանակ դատապարտվի, ինքը ստանում է խաղաղության մրցանակ։ Դուք պատկերացնում եք հետագայում մեր գործը ինչքան է դժվարանալու, որ խաղաղության մրցանակ ստացողին էական չի ինչ մակարդակի, Իսպանիայում է եղել, որ իսպանական ինչ որ քաղաքի կողմից մրցանակ ստացած Ալիևին մենք ներկայացնենք որպես ռազմական հանցագործ, այսինքն մենք պետք է ասենք նաև, որ այդ կազմակերպությունը, որ այդ մրցանակը տվել է, ինքը տվել է ռազմական հանցագործի։ Սա միջազգային խայտառակություն է։ Բայց ես չեմ կարող մեղադրել այն կազմակերպությանը, որը տվել է այդ մրցանակը, որովհետև Հայաստանից, Ադրբեջանից, բոլոր տեղերից գնում է ինֆորմացիան, որ լող լավ է, ամեն ինչ նորմալ է, էթնիկ զտում չի եղել, մշակութային ցեղասպանություն գոյություն չունի, մարդու իրավունքների վրա բռնություն չկա, այդպես բան։ Հրաշք մարդիկ են։ Սա է, որ մենք փորձում ենք մեր ունեցած ռեսուրսներով կոտրել։ Սա որ մենք ուշանում ենք, որովհետև մրցանակը հանձնվել ամսի 26-ին արդեն։ Էսի է նշանակել, բայց ստացել, բայց մենք գոնե մնացածները կարող ենք կանխել։ Մենք պետք է ապացուցենք, որ այդ երկուսը ձեռքի տրված իրականացել են պատմական հանցագործություն մարդկության նկատմամբ։ Այո, ցեղասպանությունը դա հանցագործությունը ոչ թե կոնկրետ ազգի, այլ մարդկության նկատմամբ, որը արվում է եւ կոծկվում է եւ ներկայացում է այլ ֆոնի տակ Փաշինյան Նիկոլի եւ Ալիևին ծառայող, նրանց կողմից եւ նրանց ծառայող ՀԿ-ներ, բլոգերներ, մեդիաներ, ճակերտավոր վերլուծաբաններ եւ այլն դրանց ձեռքերով։ Այնպես որ եթե կարևորում եք այս աշխատանքը, խնդրեմ օգնեք։ Լսենք մի հատ Արմենին։ Դա չի կարա ունենա հայրենիք, լինի հայրենասեր։ Եվ նոյեմբերի 9-ից հետո չտանջվի 24 ժամ գիշերներով, որ մենք կորցրել ենք հայրենիք, որ մինչև հիմա թշնամին մեր հետ խոսում է այդ աշճան ստորացուցիչ լեքսիկոնով, չի կարող ամեն օր չարտասվել հիշելով եռաբլուրը, չի կարող այսօր
չճխի իր կրծքավանդակը, որովհետև թուրք-ադրբեջանական լրտես իշխանությունը պատրաստվում է էլի հայրենիք հասնել։ Չի կարա տենց բան լինել։ Այո, տրամաբանող եւ բարոյական մարդու համար չի կարող։ Ամենաշատ դիպուկ էր այդ ամեն ինչը ընկալում, շատ էմոցիոնալ էր ընկալում եւ շատ ճիշտ, ասում է սրան անենք, որ մարդ չմեռնի էլ, հա։ Իսկ սա ասում է դեռ Արցախի դատարկելուց առաջ։ Պատկերացնում եք, սա ասում էր դեռ Արցախը դատարկելուց առաջ։ Եվ այսպես, այսօր լրացավ 26-ին լրացավ Սոնա Մնացականյանի սպանության 4-րդ տարին։ Սոնա Մնացականյանին սպանեցին փողոցի վրա անցումով անցնելու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարժության կողմից եւ 4 տարի հետո ոչ մեկ պատասխանատվություն չի կրել։ Ոչ մեկ, որի մասին ինքը ասեց, դա ես չէի։ Այդ Նիկոլ Փաշինյանի շարժությունը չէ, դա վարչապետի շարժությունը, ես ինչ կապ ունեմ դրա հետ։ Եվ դրանով ազդարարվեց մի հանգամանք։ Դու պրոբլեմ չունես, ոստիկան, սպանիր իմ անունից, եւ դու մեկ վայրկյան չես հայտնի բանտում։ Գիտեք, պարտադիր չի հայտարարություններ, ուղղակի պետք են օրինակներ։ Եվ ոստիկանությունը վրաս հասկացավ։ Մի անգամից օդի մեջից բռնեց, հա, կարելի է հանցագործություն կատարել եւ չդատվել։ Փաստորեն այո։ Եվ այդպես սկսեց հանցագործությունների եւ մարդասպանությունների շարքը։ Սրա կողմից ցանկացած մարդ, որ Նիկոլ Փաշինյանին ձայն է տալիս, ինքը նաեւ Սոնա Մնացականյանին սպանությունն արդարացնողն է։ Սա փաստ է, սա ճաշակի ոլորտից չի։ Սրանք կոնկրետացնում են իրենց ասելիքը, վերադարձ Հայաստան չկա։ Չկա Հայաստան առանց Փաշինյան Նիկոլի, լսեք։ Չկա Հայաստան առանց Փաշինյան Նիկոլի։ Այսինքն եթե վաղը սրա ընկնեի մեքենայի տակ, հա, կամ միամիտ բադեֆտան ավիճոկին, Հայաստան չկա։ Պատկերացնում եք։ Սա թերևս PR-ի իմաստով ամենածայրահեղ շանտաժի միջոցն է, որը վկայում է մի բան, որ սրա թիմը այլ արգումենտ չունի ներկայացնելու։ Հայ մարդուն ասում է, լսի, Հայաստան ուզում ես, պետք է Նիկոլ ընտրես, վերջ։ Պետք է Նիկոլ ընտրես, ընտրես են մարդու, որը քեզ ասում է, որ դու վաղը հայրենիք չես ունենալու։ Արդեն այսօր ասում։ Արդեն այսօր ասում է, որ վաղը հայրենիք չես ունենալու։ Գալու են ադրբեջանցիները ապրեն քո տանը։ Գալու է ադրբեջանական ոստիկանությունը։ Ինքը արդեն որոշելու է ինչ արձան ունենաս քո տարածքի մեջ, ինչ չէ։ Ինչ խոսաս, ինչ չխոսաս, ինչ երգես, ինչ չերգես, կոմեդիայով ինչ կարելի է թողարկել, ինչ չէ։ Հələ ձեզ ուրիշ հետաքրքիր բաներ եմ ցույց տալու։ Սա քաղաքագիտական առումով եմ ասում, սա արդեն պիկն է։ Դրանից այն կողմ հարցը սենց է անցելու։ Կգնդակալեմ, եթե չընտրես Փաշինյան Նիկոլին։ Սա արդեն այդ է, դրանից վերև PR-ի իմաստով, ճնշման իմաստով, շանտաժի իմաստով հենց դա է մնում։ Կգնդակալեմ, եթե Նիկոլ Փաշինյանին չընտրես։ Ես որպես այս ամեն ինչը վերլուծող մարդ, ես հասկանում եմ այսպես։ Վերջացել են բոլոր արգումենտները։ Չկա։ Մնացել է ոչ միայն շանտաժը, մնացել է շանտաժի ծայրահեղ դրսևորումը։ Եթե սա էլ չանցնի, ու սա չի անցնելու։ Չի անցնելու, որովհետև հայ մարդը ընտրում է բարոյականի եւ այլասերվածի մեջ։ Այսինքն ոչ թե այլասերված անբարոյական իմաստով, չէ, գլոբալ իմաստով։ Կամ դու բարոյական մարդ ես, իսկ հայը դա բարոյական կատեգորիա է։ Չկա հայ առանց բարոյական կատեգորիայի։ Այսը դրան եմ ցույց տալու։ Եթե դու հայ ես եւ բարոյական կատեգորիայի մեջ ես, Փաշինյան Նիկոլ տեսակը քո համար չի։ Իմ խորին համոզմամբ
Հայաստանում ապրող հայերի գերակշիռ մասը բարոյական դաշտում է։ Ես չեմ ասում ընդեղ այլասերված չկա, ես չեմ ասում ընդեղ մեռելի վրայից, չգիտեմ, ոսկեղեն գողացող չի լինել, բայց ես հիշում եմ նաև 88 թվականի երկրաշարժը, բոլորը զարմացել էին, որ ոչ մի դիակապտություն չկա։ Ես հիշում եմ նաև ամբողջ պատերազմի ընթացքը առաջի, երբ որ Հայաստանում ավազակություն չկար, ոստիկանություն չկար, դռները բաց էր, վատ էին ապրում բոլորը, բայց ավազակություն չկար, ինչ որ բախտում էր ինչի մեջ Վրաստան։ Ես հիշում եմ 2020 թվականը, երբ որ ամբողջ Հայաստանը միասին քնում, միասին արթնանում էր Արցախի 44-օրյա պատերազմի լուրերին սպասելով եւ իր վերջի կոպեկներն ու շոդերն էր տալիս իր զինվորին օգնելու համար, որը պետքա լսեին խառնեն աղբի հետ բուլդոզերով, հա։ Այսինքն ես անմոռաց սիրահարված չեմ որակի իմ ժողովրդին, ես իր պատմական դրսևորումն եմ տեսել, ես դրա վկան եմ եղել, ես դա չեմ կարդացել։ Մենք բոլորս սառում էինք տարիներ, բայց մենք գիտեինք մի բան, սա Արցախի համար է։ Սա Արցախի համար, հա, մենք պատերազմի մեջ ենք։ Ուրեմն պետքա սանել դիմանանք։ Այն ժամանակ ոչ մեկ չէր տնջում, ոչ մեկ չէր լացում, չէր անիծում իր կյանքը, ես ինչ պայմաններում եմ ես ապրում։ Չնայած անիծելու էր այդ կյանքը։ Շատերը չդիմացան այդ կյանքին։ Բայց տնջոց չկար։ Ոչ մեկ չէր ասում Արցախը տանկ տղցնենք, այդ ժամանակ այդ խոսակցությունը չկա։ Դա համար մեծ հաշվով ես իմ ժողովրդին ճանաչում եմ, ու ես կարող եմ ասել, այս շանտաժը չի աշխատել։ Ու դա շատ շուտով դուք կզգաք։ Երեք ես հարցում էին դրել, որ ասեք դենա մեզ անբարոյականներն ովքեր են, որ եկել են Շինա Նիկոլ Վարդապետ գորալովման են գալի, ընդ որում իրանք շրջապատված նախորոք արդեն պահակախմբով, որ անկած սրանց ականջներից ոչ մեկ չբռնի։ Եվ այսպես ես պետք է ասեմ, որ իմ Facebook-յան էջը, որտեղ ստեղծվել է, առնվազն 18,000 հետևորդ ունի։ Չեմ ասում այդ ակնկալները, լավ ասենք 10,000 պլյուս մարդ առնվազն տեսել, ու ես նայեցի ինչքան է նայել էր 40,000 է ծավել։ Այս post-ը նայեցի, դեռ ձեր կա նայես 40,000 մարդ ավել նայել է post-ը, եւ ես խնդրել էի գրեք սրանց անուն ազգանունը, ովքեր են ճանաչում։ Իմանանք ով են իրանք, էլի։ Հետաքրքիր է, գիտեք որն է։ Հայաստանը լինելով փոքր երկիր, այսինքն մեկ բարև են կողմ, մեկ ձեռ են կողմ, ձեռ սեղմում են կողմ, բոլորը իրար ճանաչում են։ Դուք պատկերացնում եք այս երկու բուտաֆորյաները ինչքան չկան, որ ասենք 40,000 ավել մարդ նայում ասա ու ոչ մեկ չի ճանաչում իրանց։ Սա չեմ ուզում ասեմ, սա գոյություն չունեն, fake են, բայց իրանք այնքան չկան հասարակական սոցիալական կյանքում, այսինքն այնքան իրանք հեղինակություն էլ չեն, որ նույնիսկ երևի այն շենքում որ ապրում են, իրանց հարևանը չգիտի իրանց մասին։ Դրա համար է հանգիստ կարան Փաշինյան Նիկոլ Վարշապետ գորալով մանգան։ Իդեպ ես պետք է հետաքրքիր մի բան ասեմ։ Բոլոր իշխանությունների ժամանակ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ դրանք շռայլորեն օգտագործում ու փչացնում էին մտավորը 10-ին։ Այո, այդ ամեն ինչը սկսեց Լևոն Տեր-Պետրոսյանից, ինքը սկսեց փչացնել մտավորականներին, հենց ինքը այդ ավանդույթը դրեց, որ նրանց ձեռքը տվեց միկրոֆոն, ասեց դե պիտի աջակցես ինձ։ Եվ մի մարդը մի մասը սիրով երևի, մի մասը ստիպված աջակցում են էկրանի առաջ, հա։ Իհարկե դրանից իրանք չեն շահում ժողովրդի վերաբերմունք անպայման ինչ-որ ձև դրսևորվում էր։ Հետո դա ավելի զարգացեց Քոչարյան Ռոբերտը, իսկ կուլմինացիային հասցրեց Սերժ Սարգսյանը։ Եթե դուք նկատել եք, որևէ հեղինակություն ունեցող հասարակական քաղաքական դեմք Փաշինյան Նիկոլի, տեսեք ասում, հեղինակություն ունեցող, արժեք ներկայացնող։ Սրա կողքը չկա։ Գնում են այս կարգի ոչ մեկների, որպեսզի բերեն ներկայացնեն, տեսեք, մեզ սիրող կա։ Խաղաղությունը հաղթել է։ Խաղաղությունը դա մահն է, այս կարգախոսով։ Եվ սա ինչ է ցույց տալի։ Աջակցությունը, այդ նկարած թվերը, այս մասնակիցների, այդ ֆեյքերը, հնդիկները, չինացիները, պակիստանցիները,
Ես իմացա, որ Հայաստանում 100,000 այսօրվա վիճակով 100,000 իրանցի կա։ Վստահ եղեք, որ դրանցից կեսը այնտեղ հրապարակում են, որտեղ իրանց մոտ հրապարակային այս կարգի միջոցառումներ չի լինում։ Այնպես իրանց այս fake բանը դեմքներից երևում է։ Փաշինյան Նիկոլի դեմքին նայեք, գիտեք ինչից ընդհանրապես պարզ fake ժպիտն ու կեղծ բանը իրական ժպիտը։ Ես այս փոքրիկ գաղտնիք բացեմ։ Քանի որ ամեն ինչ ուսումնասիրել եմ, ասեմ, fake ժպիտը ստեղ է։ Իրական ժպիտը ստեղ է։ Էսենց։ Ժպտում են աչքերը։ Եթե հիմա այս տխմարի դեմքը փակենք այսենց, հա, այդ բանը իր այդ fake ժպիտը փախից աչքերի մոտ, որովհետև հասկանում ես կոնտինգենտը նախ ընտրող չի, երկրորդը բան մի մարդ չլիներ, լուրջ արժեքավոր, որ իրան աջակցեր։ Պարզվեց չկա։ Սա նայեք։ Որպես, հա։ Խորոված փարթիով են անցկացնում, օրինակ դուք կողմ եք, որ այդպես նշան։ Այսինքն, էդի որ նշվում է, ում հաշվին է նշվում։ Պետության թե անհատի բավ։ Այդ եմ ուզում հասկանամ, հələ որ առաջին հերթին, հետո նոր հասկանանք, ասենք, էս ինչ քաղաքացու։ Այսինքն ինչ է քաղաքացու։ Քաղաքացիները սա նեղում են, տուժված են, պրոբլեմ ունեն։ Հանրապետությունից հետո այս տոնը որպես տոն նշվեց ու այսօր ամեն ապրիլ ամսվա վերջին շաբաթօրը նշվում է քաղաքացու օր։ Այստեղ տաղավարներ են կառուցել, խորոված են ուտում մարդիկ, երեկոյան համերգ է լինելու, այդպես նշում են քաղաքացու։ Լավ են անում, բայց ինչ է այդ տալի ժողովրդին։ Այ գեղեցկուի ջան, ինչ է տալի, արդյունավետություն կա։ Ում հաշվին է։ Ամեն մարդ իր հաշվին, թե պետության հաշվին։ Տաղավարներում վաճառում են, մարդիկ մոտենում լինում։ Հա, դե, այսինքն մարդկանց հաշվին, այդ մարդու հաշվին, որտեղ երբել ուզի կան, էլի։ Ես գծավը տա։ Վերջացավ գնաց։ Ես այսօր առավոտ խոսացի սրա մասին, ուրեմն ծանոթացեք թուրքական հայրենի կուսակցության փոխնախագահ Ուգյուր Գուզելնա ապրիլի 24-ին Երևանի Հանրապետության հրապարակում լուսանկարվել է Գորշ գայլերի հետ խորհրդանիշը ցուցադրելով։ Բնականաբար հաջորդ օրը էր նաև միջոցառմանը, որովհետև նայեք, սրանք կան ու շատ է։ Նիկոլ Փաշինյանին բոլորն են եկել օգնելու, թշնամիների նկատմամբ Ադրբեջանից, Թուրքիից, եկել են պահելու իրանց ամենաարդյունավետ ագենտին, ամենաարդյունավետ գործիքին Հայաստանին փչացնելու, վերացնելու, այլասերելու այդ գործարքի մեջ աջակցություն ցույց տալու համար։ Հիմա ես չեմ կարող իրավապահների վրա ոչ մի հույս դնել, բացարձակապես։ Իրավապահների մեջ մնացել են մարդիկ, ովքեր երևի համակերպվել են, որ իրանք ոչ մեկ են, իրանց անունն էլ ոչ մի բան, կամ մտածում են սենց, հենց սրան կա, ունեցած չունեցածս կծախեմ ու կգնամ։ Այսօրվա փողը կստանա, անհայրենիք, կենսագրություն անհայրենիք, կամ էլ այն չեղել, որ թողան ապրեն, էլ մեր կողքն թողան ապրեն, ասենք։ Այդ համակարգում վաղուց չի մնացել գաղափարական, մասնագիտական սկզբունքների վրա հիմնված աշխատողներ, չկա։ Հետևաբար ես իրանց վրա չեմ կարող հույս դնել։ Իմ հույսը մնում է հայ մարդը, հայ քաղաքացին, որ ինքը պետք է իր գենետիկ մակարդակի վրա դուրս թքիս է, դուրս, այն ոնց է մարդու մոտ հավաքվում, չէ, ասենք ինչ որ բաներ կոկորտում, ինքը զգում է, որ ավելորդ բան հավաքվե, թքում է դուրս ուղակի։ Հիմա սրանք, այս կոկորտում մարմնի մեջ հավաքված կեղտն ավելորդ բանը, եթե հայ մարդը սրանք չթքեց դուրս, չշպրտեց իր մարմնից դուրս, դրա համար ստեղծված մարմինները չեն անելու, որտեղ իրանք չափազանց շատ են արդեն Հայաստանում։ Ու չկասկածեք, որ սա, երբ որ տարածում է այս նկարը, ինքը մտահոգություն ունի, որ իրան կֆիքսեն, միանգամից ականջը կոլորեն, ինքը վստահ է, որ դա չի լինելու, որտեղ վստահ է, որ հրամանը իջացրած է, որ ոչ մեկին չնեղացնել, ոչ մեկին չնեղացնել այդպես։ Սա այն հոդվածն է, Գերնիկա մրցանակաբաշխություն կա խաղաղության համար տրված, որտեղ Փաշինյան Նիկոլն ու Ալիևը ստացել են այս մրցանակը։
ու ստացել են այդ ապրիլի 26-ին, որովհետև այդ օրը նշանավորանալով, որով սա իմջելոց բասկերի երկրում է, հայերի երկրում է, էլի։ Նշանավորանալով հենց այդ ապրիլի 26-ին այդ քաղաքը ռմբակոծել են շատ դաժան ու տեղ դրանից հետո հիշատակի որպես խաղաղությունը արժևորող մարդկանց կողմից սահմանվել է մրցանակաբաշխությունը ու տրվում է նրանց, ովքեր այդ ռմբակոծություններով մարդիկ են սպանել ու սրա մեջ մեծ ճակերտավոր ներդրում ունի ոչ միայն Հայաստանի կառավարությունը, որը Ալիևին մաքրում է ցեղասպանից ներկայացնում աշխարհին որպես խաղաղության մրցանակի դափնեկիր տեխնացու, այլ նաև այսօրվա իշխանություններին ծառայող բոլոր են ՀԿ-ները, որոնք մարդու իրավունքների պաշտպանության համար փող են ստանում եւ միջազգային կառույցներից եւ Փաշինյան Նիկոլի ձեռքից։ Ես այս բոլորին պետք է ասեմ, են իրազեկ քաղաքացիից միջև սաքունց, բնականաբար լեղելի մարդիկ կլինեն, հա։ Ուղղակի ես դες եմ ասում, ձեր այսօրվա կերած հացն ու փողը թաթախված է հայ զինվորի, հայ մարդու, լացի, կոցի, անեծքի, արյունով նաև։ Այսինքն ամեն անգամ, երբ որ դուք ինչ-որ մի պատառ բան եք ձեր բերանատանում եւ ձեր ընտանիքին հյուրասիրում, դուք իրաց պետք է նախորդ զգուշացնեք, երեխեք ջան կամ ընկին ջան, ընտանիք ջան, այս հացը, զհացս, որ դու հիմա պետք է զղթկվես, դա ողողված է այն ամբողջ լացու կոցով, ողբով եւ արյունով, այսպես թաթախվել է, հանել ենք, բերել ենք, դրել ենք քո դեմը, որ դու կուշ լինես։ Ար, կեր, պետք է ասվի սա։ Եվ բոլոր նրանք, ովքեր աջակցում են Փաշինյան Նիկոլին, իրենք էլ են դա անում իրենց ընտանիքներում։ Ես սրանից ավել ինչ ասեմ իրենց։ Մի քիչ բարոյականություն, մի քիչ արժանապատվություն ունեցող մարդը կամ կանիծեր ինձ, կասեր դու ես ինչ ես ասում ինձ, ոնց ես կարող եմ իմ երեխեքին դա կերակրել, կամ ինքնասպան կլիներ, բայց ինքը ինձ չի կարող ասի, որտեղ ես հեշտությամբ կապացուցեմ, ընկեր ջան, Սոնային տեսնում ես, իրա չծնված երեխայով սպանված է, հա, տեսնար։ Դուք եք։ Արա դուք եք, այս տենում եք այս կոտորածները, այս ավիրացությունը դուք տեսնում եք Հայաստանի, սա դուք եք։ Այս մասսայական կոտորածը տեսնում եք, սա դուք եք, հա։ Ու դուք նախապատրաստում եք Հայաստանի ոչնչացումը, բայց ես ուրիշ ինչ ասեմ։ Ես քանի օր ներկայացնում եմ Նյու Յորքի քաղաքապետի ելույթը դատապարտումը, ընդ որում պետք է ասեմ Ադրբեջանն է արձագանքել, ընդեղելի երկրներ կան, դատապարտում են Զորան Մամդանի Նյու Յորքի քաղաքապետի, մահմեդական քաղաքապետի։ Հիմա ես ուզում եմ կարդալ կողք կողքի դրած Փաշինյան Նիկոլի, որը Հայաստանի Հանրապետության վարչապետն է ներկայացնում, եւ մահմեդական լրիվ ուրիշ քաղաքի քաղաքապետի վերաբերմունքը նույն ցեղասպանության նկատմամբ։ Նյու Յորքի քաղաքապետը մահմեդական ներկայացնում ասա ցեղասպանություն, խոսում է 20 թվականի պատերազմի մասին եւ 23 թվականի էթնիկ զտումների մասին։ Իսկ Հայաստանի վարչապետը ասում է մենք կապ չունենք, մենք պետք է չխոսենք դրա մասին։ Ցեղասպանություն չի եղել, առավել եւս էթնիկ զտում։ Էթնիկ զտումների համար մարդը հասել է նրան, որ էթնիկ զտումների համար Ալիևը ստանում է մրցանակ ինքն էլ հետը։ Սեւոս նայում ես այս նկանեն, ուզում ես հասկանաս, սանցից ով է հայ, ով մահմեդական, կամ ով է Հայաստանը ներկայացնում, ով է մահմեդական քաղաքապետը Նյու Յորքի։ Ես sense կասեմ ուղղակի։ Նյու Յորքի մահմեդական քաղաքապետը ավելի հայ է, քան Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Սա իրենց խոսքերն է, ես ոչինչ չեմ չափազանցնում։ Սա մասին խոսել է նաև Մել Գիբսոնը ու կոչ արել ուշադրություն դարձնել ինչա կատարվում Հայաստանում։ Սա ասել է այս ապրիլի 24-ին, որ հայերը, քրիստոնյաները ենթարկվում են բռնության, աղբեջան,
23 թվականից սկսած քրիստոնյաները Հայաստանում ենթարկում են բռնության, նրանց եկեղեցիներն է քանդվում, նրանց ինքնությունն է ոտնահարվում։ Ասում դու սակալ Մել Գիբսոնը ավելի հայ է, քան ճակերտավոր շատ հայեր։ Ես Ադամ Աբրահամյանին եմ ուզում լսենք, ինքը ինչպես է նկարվում, թե ինչու է պայմանավորված Փաշինյան Նիկոլի քպեատելությունը ազգայինի նկատմամբ։ Լսենք։ Այսպիսի հարց կա. ինչու է Փաշինյանը, ինչու են քպայականները այդպիսի ատելությամբ լցված ամեն ազգային արժեքների ինքնության, այն ամենի նկատմամբ, ինչը մեր ազգը ստեղծել է դարերի ընթացքում։ Դուք իհարկե կասեք, որ դա Ալիևի եւ Էրդողանի հանձնարարականն է, որ նրանք չեն ուզում, որ Հայաստանում լինի ազգային պետություն, որ Հայաստանում Հայաստանի քաղաքացիները դավանեն որևէ արժեք, այդ թվում նաև ազգային արժեքներ, որովհետև նրանք չեն ուզում, որ լինի հայկական պետություն։ Եվ իրենց հանձնարարականով Փաշինյանը ոչնչացնում է, հետապնդում է, նսեմացնում է ամեն ազգայինը։ Իհարկե դուք ճիշտ կլինեք։ Բայց կա նաև սոցիալ հոգեբանական տարր, որը կոչվում է ռեսենտիմենտ։ Այդ տերմինը լայնորեն սկսել է օգտագործել դեռևս 19-րդ դարում Ֆրիդրիխ Նիցշեն։ Ինչի մասին է խոսքը։ Բարոյապես ինտելեկտուալ առումով ճնշված, խեղճացած մարդիկ, որոնք չունեն արմատներ, որոնք չունեն background, երբ որ նրանց ձեռքը իշխանություն է ընկնում, նրանք փորձում են յուրահատուկ վրեժ լուծել այն ամենից, ինչը տեղի է ունեցել առանց նրանց, այն նվաճումներից, որոնք մարդիկ ունեցել են առանց նրանց մասնակցության։ Իմ կարծիքով ռեսենտիմենտի ամենավառ օրինակն է եկեղեցին եւ Փաշինյանի մտասևեռումը ղեկավարել եկեղեցին, պաշտոնից ազատել կաթողիկոսին, եպիսկոպոսներին, այսինքն տիրել այն բանի վրա, որը ստեղծել է առանց նրա եւ գոյություն է ունեցել առանց նրա։ Նույն ձևով ռեսենտիմենտի օրինակ է առաջին պատերազմը, Արցախյան առաջին պատերազմը, որտեղ մենք հաղթանակ տարանք։ Մենք կարողացանք ազատագրել Արցախը։ Իհարկե Փաշինյանը շատ կցանկանար, որ ինքը լիներ Արցախը ազատագրողը, բայց ճիշտ հակառակն է, ինքը Արցախը հանձնողն է, պարտության խորհրդանիշ է։ Եվ հետևաբար նա այդ հաղթանակը ներկայացնում է որպես ռուսների եւ Տեր-Պետրոսյանի արկածախնդրություն։ Նույնը իհարկե կարելի ասել շատ կառույցների մասին, օրինակ Օլիմպիական կոմիտեի։ Նույնպես հաղթանակներ են, նույնպես մեդալներ են, նույնպես նվաճումներ են, որոնք տեղի են ունեցել առանց ԿՊ-ի մասնակցության։ Եվ Փաշինյանը, իհարկե իր մանկլավիկների միջոցով, ցանկանում է ղեկավարել նաև այս կառույցը։ Ամբողջ խնդիրն այն է, որ Փաշինյանը ընդհանրապես ընդունակ չէ որևէ բան ղեկավարել։ Միակ բանը, որ նա ընդունակ է, դա ինտրիգներն են, կեղտոտ խոսակցությունները, վեճ կռիվ, սա է նրա մասնագիտությունը։ Մարտի մեկ ինտրիգներ, շանտաժ, սա այս մարդու բնությունն է, հասկանում եք, կա մարդ դիստրակտիվ եւ կոնստրակտիվ, իսկ կա մարդ ավերող եւ կառուցող։ Այս մարդը իր ամբողջ տեսակով եւ ամբողջ գործունեությունով ապացուցել է, որ ինքը ավիրող է։ Պարզ հոգեբանական մարդկա տեսակը, մարդկային տեսակը, սա ավիրող տեսակը, հա։ Ու այն բոլոր նրանք, ովքեր հավանություն են տալիս, իրենք էլ չեն հասկանում, որ իդեմս Նիկոլ Փաշինյանի իրենք տեսնում են իրենց։ Իսկ երբ որ տեսնում եք մի հատ Փաշինյան Նիկոլի աջակից, դուք պետք է հասկանաք, որ դուք տեսնում եք մարդկության համար վտանգավոր տեսակ։ Վտանգավոր տեսակ, քանդող քայքայող տեսակ, որովհետև այն ձեռքբերումը, որ այս ցեղասպանության պահանջատիրության կայացումն է, Ծիծեռնակաբերդի շինումը, այդ կառուցելը, Արցախյան պատերազմը, հաղթելը, Արցախը միացնելը, Արցախը վերակառուցելը, սա այդ կառուցող մարդկանց արդյունքներ, հա։ Այդ կառուցողական մտածելակերպով եւ մարդատիպի մարդկանց ղեկավարության արդյունքում եւ պայքարի արդյունքում ձեռք բերված գանձներ, անփոխարինելի։ Եվ ինչ արեց Փաշինյան Նիկոլը։
Սրկում եմ ամեն ինչից, քանդում ամեն ինչ, ինչ հնարավոր հասելա ծիծեռնակաբերդ, հասելա արդեն ցեղասպանություն։ Ես ես նկարել ես պատահական տեսայում ցույց տամ ձեզ։ Տեսնում եք, այս նույն հրապարակն է։ Սա ապրիլի 24-ն է, 65 թիվ։ 65 թիվ։ Սովետական միություն։ Ով կարող էր այս այնտեղ արհեստական, որ ես կարծում եմ իհարկե գիտեմ, որ այնտեղ ինչ որ եթե KGB-ն չուզենա sense բան չէր կարող լինել, KGB-ն կարող է շատ բան ուզենար, բայց եթե մարդկանց մտքի մեջ սա չներ, այս մարդկանց ոչ են ավտոմատներով հանել լսելու փողոց։ Չունենք մենք այդպես տվյալներ, որ մեկին ավտոմատի սպառնալիքով ասել են դուրս արի։ Չի եղել այդպես բան։ Հակառակ այս դեպքերից հետո այդ օրվա ղեկավարները հեռացվել են աշխատանքից։ Կարծեմ Զորաբյանի ժամանակը եղելի։ Ու սա հասնում է քանդել միջև ստեղ։ Ու մարդ, որը համաձայն է այս ամեն ինչի հետ, դուք ձեր դիմացը տեսնում եք, այո, այդ քանդող տեսակին։ Քանդելը հավանություն տվող։ Այսինքն իր համար սա էական չի, կարևորը այդ օրվա հայ մարդու լացով աջունով թաթախված իր մի բաժին լափն է։ Դա ավելի կարևոր է։ Որի մասին մի հատ ընկեր կա շատ ասում է իրան ասենք են։ Նա սեկեսի։ Դառնայ են մի կտոր ոսկորով ցեղասպանություն ուրացող, մի կտոր լափով հայրենիք ծախող, այդ հրապարակը լցված խորոված, արա ես թքեմ ձեր կերած խորովածի մեջ, են չալոն շռի ձեր կերած խորովածի մեջ, արա, դուք մարդ և պտի դառնաք, այ ու որ գալիս Ամերիկա եք հասնում ու ձեր վրա ղժում, ձեզ հեգնում, ձեզ ձեռ են կառնում, ոչ թե կանացի սունկեքը, որ կողքներից հետ կախած կնգապես հասնում եք Ամերիկա դրա համար է, այլ նրա համար, որ անհայրենիք մի կտոր խորովածի համար, մի կտոր լափի համար դուք հայրենիք կծախեք, դուք մի կտոր լափի համար ցեղասպանություն կուրանաք, արա ձեր կերած այդ խորովածի մեջ չալոն թող Արդեն լսեցինք։ Այո, կա այդպիսի կատեգորիա։ Կա այդպիսի կատեգորիա, ուզում դարձից մեկի մետ նայեք, որ դուք հասկանաք կլինիկական Խորոված աստիճանը։ փարտին ինձ հետաքրքիր չի։ Ես եկել եմ հատուկ քաղաքացիների համար, պարոն Փաշինյանի համար։ Ես շատ հարգում եմ իրան, շատ սիրում եմ եւ ամբողջ ժողովուրդն է իրան հարգում, սիրում, որպես ազնիվ, սուրբ մարդ։ Բայց շուտ չեք եկել, համերգահոթից համերգնանք եք։ Ոչինչ, համերգին չեմ սպասի, եթե ինքը ստեղ լինի, կարող է գնամ տուն, տղայիս տունը ժամը 8-ին գամ իր համերգը տեսնեմ։ Հատկապես որ երգն եք սիրում իր նվազագույնը։ Ամեն ինչ սիրում եմ, որն ուզում է երգի, իմ համար մեկ է։ Ինքը շատ հարգա, շատ ազնիվ սուրբ մարդ է։ Աղջիկ ջան, այո, սուրբ է։ Աստված է իջել մեր։ Լսեք, կլինիկական վիճակը լսեք։ Երբ որ Աստվածը իջել է, Քրիստոսը Այո, Քրիստոսի նման մարդ է։ Բայց կարծում եք ճիշտ ու տեղին է այդ համեմատությունը Շատ Քրիստոսի ճիշտ, հետ։ ինչպես, հա, շատ ճիշտ համեմատություն է, ես իրան շատ հարգում եմ, շատ սիրում եմ, մեղն եմ իր ջանին։ Իմ կյանքի թող 20-30 տարինա, 10 տարինա, թեկուզի երեխեքի տա իրան։ Թեկուզի երեխեքի տալի իրան։ Սա կլինիկական դեպք է։ Որովհետև ճիշտ հասկացեք, ես այս կնոջը ոչ մի բան չեմ կարող ասել, պարզա չէ, որ ինքը կլինիկական դեպք է։ Որովհետև թե կլինիկական դեպք չլիներ, ինքը չէր կարող Փաշինյան Նիկոլին սիրել, հասկանում եք։ Փաշինյան Նիկոլին կարելի է սիրել, եթե դու արդեն կլինիկական վիճակում ես, դու մարդկության համար վտանգ ես արդեն ներկայացնում, որ քո երեխու կյանքի 30 տարին ուզում ես տաս ինչ որ մեկին, որին դու նույնականացնում ես Աստծո հետ։ Հասկանում եք, սա կլինիկական դեպք չի։ Սա հոգեբանների բանից դուրս է հնարավորությունից, սա արդեն հոգեբուժների խնդիր է։ Ու հատուկ պայմաններում։ Սա մի ուրիշ տեսակ։ Սնակցելու փակ։ Այո։ Այո։ Ոնց եք ձեզ շատ լավ։ Հա։ Դրա համար եմ ասում, դուք մի հատ նայեք աջակցությունը,
Աջակցության որակը, ստանդարտը, սա կլինիկական դեպքերի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը դա գիտի։ Գիտի չէ, որ ինքը թիվերը ստանում ԱԱՑ-ից, իրանց զգուշացնում են, որ այդ դիակ, դու քեզ եթե մեկ էլ կա սիրումը, նա գիժ է։ Նա ոչ թե գիժ է, նա պետք է փակել ազատություն, նա պետք է մեկուսացնել հասարակությունից, որովհետև նա սեփական երախու կյանքն ուզում քո համար տա։ Հասկանում եք։ Քեզ հավասարեցնում է Աստծուն, նշանակում է ինքը ռեալության բանը կորցրել է, ինքը չի հասկանում։ Իսկ այդպես մարդուն չես կարող լուրջ վերաբերվես, էլի։ Ու այս ամեն ինչի արդյունքում մեծ կազուս է եղել։ Ուզում եմ անպայման սա մասին մեկ նայենք։ Շաբաթ օրը ամսի 25-ին նշում ենք քաղաքացու օրը եւ այդ օրը ժամը 13-ից Ամիրյան փողոցի վրա լինելու է, այսպես ասած, խորոված փարթի։ Հիշում եք, ես որ ասած խորոված փարթի, ես ասեցի, այս տականքները իրոք ամեն ինչ բերում նույնականացնում են ստամոքսի մակարդակի վրա։ Մարդ ինչ աստիճանի ստոր պետք է լինի, որ քաղաքացու տոնը վեր քաղաքացու, որտեղ քաղաքացին դա կոչումը բերես, ասենց քյաբաբի աստիճանի իջացնես, էլի, ասենց ճենջոտ, էլի։ Ալենը տեղյակ չի եղել։ Հիմա ինքը նույնն է ասել։ Քաղաքացու խորոված փարթի է անվանում։ Ինչ խոսալու ձև է։ Այդ ինչ խորոված փարթի է անվանում հազարավոր մարդկանց իրար տեսնեն շնորհավորելը։ Ալեն Սիմոնյանը երևի չի լսել, որ քաղաքացու օրը խորոված փարթի անվանում է հենց իր շեֆը։ Ինքը հիմա օբյեկտիվորեն գնահատական է տալի, ո՞ւս կարելի է քաղաքացու օրը նույնականացնել խորոված փարթի հետ։ Ստեղ ինքը իրան թվում է հիմա այս ճակերտավոր ընդդիմությանն է իման կշտամբում քաղաքացի օրը խորոված փարթի կոչելու համար։ Ու ինքը գտել է ոնց կարելի է այդքան նվաստացնել, ոնց կարելի է այդքան կեղտոտ լինել, որ այդ վեհագույն գաղափարը նույնականացնել խորովածի հետ։ Այն ասում են չալոն այդ խորովածը ձեր կերածի մեջ, հա։ Հիմա Ալենը ուղղակի տեղյակ չի, որ իր խեղկատակ շեֆն է այդպես անում։ Հա, միգուցե կարելի է դա ինչ որ խոսակցության մեջ կատակի ձևով կամ ինչ որ բան ձևով մարդը խոսելիս քաղաքական գործիչը կարող է այդպես ինչ որ մեկը մյուսին գծելու կամ ինչ որ ձևով բան անելու, ասի, բայց լրատվամիջոցը խորոված փարթի։ Բա փաստորեն իր շեֆը մնացել է լրատվամիջոց, այո, ինքը մնացել է լրատվամիջոց ու ինքն է խորոված փարթի։ Լսեք, իրական մեկնաբանությունը ինքը եթե իմանար Փաշինյան Նիկոլն է դա ասել, կասեր դե հիմա ինչ կապ ունի, եթե ուտում ենք, բայց քաղաքացի մնում է քաղաքացի։ Բայց այս անգամ քանի որ ինքը չգիտեր, որ շեֆն է դա ասել, ինքը ասեց, այն ինչ որ մտածում է ցանկացած մարդ։ Լավոս, եթե դուք նույնիսկ այնքան կեղտոտ եք, որ դուք 25-ին ցեղասպանության հաջորդ օրը հիշատակի, այդպես բան եք անում, գոնե խորոված փարթին են սեպարը։ Բայց սա եմ ուզում լսեք, սա ֆենոմենալ է։ 2 տարի սահմանին երեխա չի մեռնում, բա ով է դրա երաշխավորը։ Ինքը պարզ ասում է։ Տեսնում եք, որ հիմա մեր Ադրբեջանի պայմանավորվածության շնորհիվ 2 տարի սահմանին մարդ չի մեռնում, երեխա չի մեռնում, բա ով է դրա երաշխավորը։ 2 տարի մարդ չի մահացել։ Մեր պայմանավորվածության շնորհիվ մեզ կարող եմ ենթադրել, որ իրանց պայմանավորվածության արդյունքում էլ իրենք խոստանում են սեպտեմբերի պատերազմ, եթե իրենք չընդունվեն։ Կամ եթե 2 տարի պայմանավորվածության շնորհիվ մարդ չի մեռել, ուրեմն դրանից առաջ սպանվել են, դա էլ է եղել իրենց պայմանավորվածության շնորհիվ։ Կարող եք ասել։ Այո։ Հիմա ես չգիտեմ, ելի պետքա մեր իրավաբաններին ծանրաբեռնեմ մեր դիմումներով։ Խնդրեմ հերթական խոստովանությունը, որ զինվորների սպանելը դա եւս եղել է պայմանավորվածության արդյունք։ Դա չի կարելի։ Չի կարող մենակ չսպանվելը լինել պայմանավորվածության արդյունք։ Եվ հետևաբար պատերազմով սպառնալը հետո։ Խնդրեմ գտեք համապատասխան հոդվածը, սա
իրականացնելու համար։ Իսկ հիմա ուզում եմ մի հատ իր հետ հասկանանք ովքեր են Հայաստանում, ես ասացի, չէ՞, որ ոչ մի արժեքավոր մարդ, ոչ մի արժեք ներկայացնող մարդ սան չի աջակցում Հայաստանը։ Մենք հասկանանք ովքեր են նրանք, որոնց ձեռքով իրականացվել է այդ համերգը։ Արամ Էմպետրի, Իվետ Ամոկուչյան, Գարիկ Պապոյան, Էրիկ Կարապետյան, արտիստներ, որոնք բացահայտ կամ անուղղակի քարոզչություն են իրականացնում գործող իշխանության օգտին։ Պետական կամ իշխանության նախաձեռնած բոլոր միջոցառումներին հենց նրանք են ելույթ ունենում։ Քչերը ուշադրություն դարձրին, որ Գյումրիում տապալված վարչաբենդի գլխավոր աշխուժակը հենց Արամ Էմպետրին է, իսկ Իվետ Ամոկուչյանը հայտարարեց, որ երջանիկ է, որ Նիկոլը հենց իրեն է ընտրել ՔՊԱ-ականների քաղաքական խրախճանքում ելույթ ունենալու համար։ Տիկնայք եւ պարոնայք արտիստներ։ Ուզում եմ նաեւ ասել, նման աջակցությունը բացի մեդիա ազդեցությունից իր հետևից բերում է պատասխանատվության երկար շղթա, քաղաքական պատասխանատվության։ Մեզ անունն է հետաքրքիր։ Շնորհակալություն Էլիզաբեթին ինֆորմացիայի համար։ Չնայած մենք գիտենք, բայց ես ամբողջ ցանկը չգիտեի։ Եվ այսպես հարգելի էստրադայի, շոու բիզնեսի ներկայացիչներ։ Դες սովորաբար շոու բիզնեսի ներկայացիչ են ասում, բայց ես այդ բառը չեմ սիրում։ Ասում եմ էստրադա։ Էստրադայի ներկայացիչներ, հներ, նորեր, արդեն թոշակի գնացածներ, նոր պատրաստվողներ, որ դաշտը մտնեք։ Իրանց այս մարդկանց կարգի հրավերելը դա ձեր խնդիրն է, ձեր պարտականությունն է։ Հա։ Օրինակ Գարիկ Պապոյանը, Արամ Էմպետրին, Իվետ Ամոկուչյանը, Էմուստ Էրիկը, ես նրան կյանքում չեմ էլ հասկացել, չեմ ոչ կինա, ոչ տղամարդ, տենց էլ չեմ հասկացել ով է ինքը եւ ինչ անում ինքը։ Մի խոսքով էական չի։ Իրանց կարգի հրավերելը դա ձեր պարտականությունն է։ Այսինքն դուք չեք կարող նույն ձևի ժպտակ տեսնեք, հա, ասենք, լավ, իբր ոչինչ բան չի եղել։ Իրանք պետքա տեսնեն ձեր վերաբերմունքը իրենց դավաճանության վերաբերյալ։ Այսինքն դուք առնվազն իրանք պետքա ականջին ասեք, գիտեք, ասենք, Արամ, MPG, ջպեք։ Վարդան Հակոբյանն ասում էր, որ այն գումարը, որ սրանց դուք գովազդելու դիմաց աշխատում եք, դա ցես թաթախված է էլի։ Թաթախված է նրա մեջ ինչի ես ասեցի։ Ինչի մեջով մենք անցել ենք ազգովի, հա։ 20 թվականի նոյեմբերի 10-ին ամբողջ Երևանի տղամարդիկ լացում էին ձենով։ Դուք տեսել եք տղամարդ, որ լացի ձենով։ Ես տեսել եմ։ Ես էլ իրենց։ Ես չեմ ասում մենակ այդ օրը, դրանից հետո ամեն օր ամեն, հա։ Այդ չեմ ասում ինչքան մարդիկ, ինչքան կորուստներ ունեցան։ Մի խոսքով, որ ասեք Արամ, Գարիկ, Իվետա, դուք հասկանում եք դուք ինչ եք անում։ Այն գումարը, որ դուք դրան դիմաց ստացաք, այ դրանով է, sense թաթախված է։ Հիմա դուք այդ ինչ եք անելու։ Այդ չեմ ասում դուք հիմա ինքներդ թաթախվեցիք այդ ամեն ինչի մեջ, ու սա պատմությունը չի մոռանալու։ Իսկ Հայաստանում պատմությունը շատ արագ է փոխվում։ Կամ եթե դուք արդեն թուրքերեն սովորել եք եւ պատրաստ եք, ասենք, մեկ տարի հետո առնվազն, հա, արդեն թուրքական զակազների տակ երկելու, թուրքերեն հաղորդում վարելու, դա կարող է ձեր նման հեռանկար է բացում, բայց եթե չեք սովորել, արագացեք, որովհետեւ այն ինչ դուք անում եք, եթե դա հաջողության հասավ, դա անխուսափելի է ձեր համար։ Հայոյանք չեմ տալի, ոչ մի բան չեմ ասում ձեզ, ուղղակի իմացեք ով եք դուք, ինչ եք անում դուք եւ հետևանքներն ինչ է լինելու։ Իսկ իրենց ճանաչողները, եթե իրենց ուզում են համարել բարոյական մարդ, անպայման, թեկուզ ընկերական, պետք է ասեն սա։ Ինչպես ասենք Լուլուին, հիշում եք, չէ՞։ Այն որ միջև գետինը ցանկացած ժամանակ ինքը պարտորեն կռանում էր թուրքերի առաջ։ Ես վստահ եմ, որ իրան ասողներ եղել են, նաև կամ Լևանը, իրեն ժպտացողներ, դա էլ կլեն անպայման։ Սրանք պետք է հասկանան, որ ինչպես Սերժիկի համար անմնացորդ կռացողները շպրտվեցին, թքեցին իրենց համակարգից դուրս, հա, որովհետև գիտեք ինչ, ամեն ինչը լիմիտ ունի, էլի։ Մի հանցագործի, որ դու ինքնամոռաց ծառայում ես,
վստահ եղի, որ սա համա պետք է վճարվի հետո։ Ու ընդհանրապես կյանքում ամեն ինչի համար են վճարում։ Ոսկո, ասեք սրանց։ Ես սրանից ավել իրանց այսօր բան չեմ ասի, բայց դա չի նշանակում, որ վայս վաղը չեմ ասելու։ Որ դուք հասկանաք ինչ է սպասվում մեզ։ Ուզում եմ լսեք Թուրքիայից կոչ Հայաստանի։ С помощью ВОМа, созданной на базе идеологии террористической организации «Асала», Армения готовится к асимметричной войне против Азербайджана и Турции. Для подготовки к боевым действиям против турок ВОМа проводит военную подготовку армян разного возраста, в том числе несовершеннолетних. Избегавшие ранее мужественной борьбы, эти люди ищут теперь коварные способы убийств. Мы знаем, что на протяжении долгих лет правительство Армении оказывало материальную, техническую и кадровую поддержку террористической организации «Рабочая партия Курдистана». Не исключено, что и этот союз, созданный на базе вражды к тюркам и Турции, продолжит деятельность в форме альянса ВОМа и РПК. Вот почему необходимо немедленно устранить все слепые зоны на наших границах и принять более решительные и жесткие меры против угрозы проникновения террористов на территорию Армении. Բա միանգամից ամեն ինչ չի լինում, հերթով։ Սկզբից գտեք պատժեք բաներին, Թուրքիայի դրոշ վառողներին, հետո քանդեք Նժդեի արձանը, հետո քանդեք Նեմեսիսի արձանը, ես ինչ բաներ է։ Ասում են այսօր վրեժխնդրության արձանն է անհետացել քաղաքի կենտրոնից։ Ես խնդրում եմ, եթե մեկը կոնկրետ ինֆորմացիա ունի դրա մասին, գրեք ինձ։ Հիմա էլ արդեն այս ինչ բանը չհասկացա։ ՈՄա, այս ինչ մարզանքներ են անում երեխաների հետ, այս ինչ նախապատրաստությունն է։ Ասալը են անում, սրանք տերորիստներ են պատրաստում մեր դեմ։ Փաշինյան Նիկոլ, վերացրու։ Վաղը կլսեք Փաշինյան Նիկոլի հայտարարությունը, թե ոնց են խանգարում ինքնապաշտպանության պատրաստվող երեխաները իր պլաններին Հայաստանը թուրքերին մատուցելու վերաբերյալ։ Դուք կլսեք։ Բայց մի քիչ այլ սոուսով կլսեք, դա անպայման կներկայացնի, որ դուք խանգարում եք խաղաղությանը։ Խաղաղության բառի տակ դա Հայաստանի մահն է։ Եվ թե մարդկա դեռ չի հասկացել, ուրեմն նա այնքան էլ մարդ չի։ Հա։ Ուտել խմել, արտաթորել, բազմանալ, դա դեռ մարդ չի, դա բիոլոգիապես է մարդ, բայց մարդը մի քիչ ավելի լայն հասկացողություն է, մարդը նաև գիտակցություն է, բարոյականություն է, մի խոսքով։ Հիմա հերթը եկել են ՈՄայի, վաղը կլսեք, որ ՈՄան և նման կառույցները խանգարում են Փաշինյան Նիկոլին հարաբերության համար, հարաբերություններ խաղաղության համար, ինչպես ցեղասպանությունն է խանգարում, ինչպես Նժդեի արձանն է խանգարելու, Նեմեսիսի արձանն է խանգարելու, եւ ընդհանրապես Արարատ լեռը գերբի վրա բան, ամեն ինչ, մեր գերբը, ինչի պիտի դա շղթաներով կապած լինի, անպայման արդեն, ինչի պետք է սուրը անհետանալ, ես ինչ եմ, բայց ինչի է բերանդ բաց, փագի բերանդ, փագի, ոտ է շղթայի, սուրը դիմիկոմ, բայց ես պետք է լինի։ Սա է Թուրքիայի պալանջը։ Նիկոլ Փաշինյանն ընտրողներ, ձեզ վերացելու են են արծիվին, եթե դուք արծիվ եք իհարկե, շատ կասկածում եմ։ Մի խոսքով են ճնճողիկին, որը ճնճողիկին, որ նույնիսկ բերանն է փակած, ոտերը շղթայած է, թևերն էլ կտրած։ Ինչպես Հայաստանի գերբն են արել։ Այդից դան են վերացել։ Նսոր պատրաստվեք։ Տեսնենք ճիվաղի արձագանքը Թուրքիայի նկատողությամբ։ Իսկ մինչ այդ միագադա ջրվեժը 24-ին լուսավորվել է հայկական դրոշներով, դրոշի գույներով ճիշտ։ Ես ասեմ Նիկոլը ուղեղ չունի, ինտելեկտը զրո է։ Ինքն ապուշ է, որ չի հասկանում, արա մի խոսա էլի։ Ասում է, որտեղ գնում ենք ձեզ ենք տենում, գնում ենք Աբալան ձեզ ենք տենում, գնում ենք Իջևան ձեզ են տենում, դե ասա, որ շրջիկ կրկես է, այ ապուշ, պետք է մարդ, որ քեզ գալիս է դիմավորելու, գիտես քեզ տեղացիներն են գալի, քո դիմավորողներին հետևից այդ ավտոբուսով ման են տալիս։ Ասում, սրա ինտելեկտը այնքան ցածր է, որ նույնիսկ տենում է, չխոսա։ Եմ որ ասում եք, վայ, եկան դիմավորեցի, խնդրեմ, նույն մարդիկ ինքն է ասում, ես չեմ ասում։
Դիկին ապարան գնում ենք դուք ընդեղ եք, Իջևան գնում ենք դուք ընդեղ եք։ Մնացած տեղերը մոռացել է, որոնց եղել են իրան։ Այդ ավտոբուսը հետևից, այդ գլխականակը, հետևից ստանում են կատրաստմանը, կանգնացնում են, նկարում են պատրաստ միջև իր կարտեժը մոտենա։ Շրջիկ կապիկների կրկես։ Մի պահ կարևոր նորություններ միջազգային ամփոփենք ու գանք Հայաստան։ Այս կապերը երեք Թրամփի նկատմամբ մահափորձի կազմելն է։ Նայեք։ Look like he tested twice. Lieutenant Hudson, you monitoring this there? Ինչ որ մեկը սենց վազելով գալիս է ու ճեղքում է։ Զինված հրացանով, ածոճանակով նախորոք որտեղ պետք է այդ միջոցառումը անցկացվեր, այդ հյուրանոցի դահլիճը եղել։ Նախորոք այդ հյուրանոցի սենյակներից մեկը բարձելով ինքը մեկ օր առաջ մտնում է զենքով, զրահով, հա, եւ այդ հյուրանոցի բանկետի դահլիճում, որ պետք է լիներ այդ միջոցառումը, լրագրողների հետ ամենամյա միջոցառումը։ Ու տենց 60 տարի եղել է նույն տեղը, նույն միջոցառումը 60 տարի։ Ու սենց զինված վազելով կրակում աստեղ ինչ որ մեկի վրա, բայց չի մահանում։ Մի խոսքով, վազելով մտնում է դահլիճ, իհարկե չի հասնում դահլիճ, այնտեղ բռնում են, բայց մի շոու իրանց մեկուսացնում է, որ անկաս Թրամփին բան չլինի։ Ես այս բաները որ տեսա, ես ընդհանրապես չեմ շտապում եզրակացություններ անելու համար։ Ասեցեմ սենց արձագանքը, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Քենեդու ցեսկում բոլոր տեսակի տերորիստական ակտերը դրանք եղել են կազմակերպված ու եղել են կազմակերպված նույն կենտրոնից Իսրայելից։ Ասի մեզ սպասեն տեսնենք այս մոլագարնովա, հա։ Պարզվեց, որ երիտասարդ տղա է, ոչինչով աչքի չընկնող, եւ դա չի կարևոր։ Իհարկե ձերբակալել են, ողջը չեն սպանել այս անգամ։ Հետաքրքիր է գիտեք որն է։ Ու սրանից հետո անմիջապես Թրամփն է խոսում, ընդորում ես որ նայում էի Թրամփին, որ ոնց են մեկուսացում։ Թրամփը նույնիսկ ալարում էր տեղից շարժվել։ Չէր ուզում, ու քաշելով տարան, նույնը Ջեդի Վենսին։ Սենց բռնեցին ուսերից, քաշելով տարան, չէր ուզում տեղից շարժվել։ Ես նայում ես, երբ որ ասում են վտանգ կա, բանա այնտեղ, հա, ռեակցիան ուրիշ է մարդու, եթե չգիտի դրա մասին, բայց եւ գիտի, ու մանավանդ գիտի, որ իրան վտանգ չի սպառնում, ռեակցիան դանդաղ է, հանգիստ է։ Ու պարզվեց, իր հարցազրույցն եմ լսում, ինքը խոսում է, հա, դեղավ, դե լավ է, մարդ չմահացավ, ոչ մեկին չեղավ, ոչ մեկին չեղավ, հա։ Հա, եւ ինչ որ հիվանդ էր, բան, սենց ինչ որ բան։ Դե ես կարծում եմ սա եկավ ապացուցելու, որ Սպիտակ տանը ամեն դեպքում այդ պարասրահ պետք է կառուցել։ Նայում ես ասում ես, լուրջ, դու անմիջապես այս բանից հետո քեզ ստանում են, ասում են, դու ասում ես ուզում եմ խոսեմ, լրագրողները հավաքված են, որ հեսա պետք է ինչ-որ մի ճառ ասես, բան սենց ասեց, ու խոսում է հանգիստ, առանց լուրջ մեղադրանքների, շատ հավասարակշռված, ու խոսում է նրանից, որտեղ իրան արգելել էին պարասրահ կառուցել, սպիտակ տան ասում են, այն կեջանից քո տունը չի, դու ստեղ ժամանակավոր ես ապրում, սա նախագահների տունն է, ինչ բունկեր, ավելի խոր, ավելի լյուքս, ինչ պարասրահ, որի վրա պետք է $400 միլիոն ծախսվի, $400 միլիոն։ Ինքը ասում է, հա, դե որ լիներ մենք ավելի ապահոված կլինեինք, հա, դժվար կլիներ սպիտակ տուն մտնելը, հա, եւ ամեն դեպքում պետք է դա անել։ Բան չեմ ասում, ուղղակի ես նայում եմ մարդկանց ռեակցիաներին, նայում եմ խոսքին, ու անում եմ իմ եզրակացությունները։ Ավելի կարևոր նորություն կա։ Բրիտանական ռազմաբազա է վարվում, որը օգտագործում էր ամերիկացիների կողմից։
իրանցիները զգուշացել էին բրիտանացիներին։ Մի արա։ Մի տուր քո տարածքը Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որովհետև Կիպրոսում գտնվող նրանց ռազմաբազան ռմբակոծվել էր։ Ընդ որում այդ ժամանակ ռմբակոծվել էր Իսրայելի կողմից, Իրանի կողմից չէ։ Հիմա էլ է ռմբակոծվել։ Դեռ Իրանը չի վերցել իր վրա, որ ինքն է արել։ Բրիտանական բազայի ռմբակոծումը։ Բարը կլսենք սա ում ձեռքի գործն է։ Եթե էլ Իսրայելն է, ինչպես միշտ հասկանանք ինչի է արել։ Եթե Իրանն է, ուղղակի սա զգուշացում, որ քո տարածքը մի տուր իմ դեմ հարձակման, որովհետև հսկայական հարձակում է սպասվում, երևի նման բան չի եղել վերջի, ասենց ասեմ, 20-30 տարի, նույնիսկ Իրաքի ռմբակոծումը այս մասշտաբների չի եղել, ինչու հիմա պատրաստում են անել Իրանի նկատմամբ։ Ես ուզում եմ մի հատ ցուցակ կարդալ այն երկրները, որոնք հայտարարել են, որ Նետանյահուին կձերբակալեն, եթե մտնի բաները, իրենց երկիր։ Բելգիա, Կանադա, Դանիա, Ֆինլանդիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Լիտվա, Նիդերլանդներ, Նորվեգիա։ Այսքան որ կարդացի, հետաքրքիր է, որ Իտալիայից բացի մնացածը հիմնականում բոլոր հյուսիսային Եվրոպան է։ Իշմենք ներքև Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա գնացինք վերև եւ Շվեյցարիա։ Սրանք այն երկրներն են, որոնք սկզբունքային, զգացիք, հարավային Եվրոպայում ընդամենը 2-3 երկիր կար՝ Իտալիան, Իսպանիան, Սլովենիա։ Մնացածը դա հյուսիսային Եվրոպան է։ Հստակ անտեղ էլի վերաբերմունքը։ Շատ կարևոր է։ Շատ բան է, ցուցիչ է սա։ Մնացած էս կիսատ, պրատ, բան էս, կիսահղի, Ֆրանսիա, Գերմանիա, տես անունները չկա։ Բուլղարիա, չնայած այստեղ պետք է լիներ նաև, իսկույն չեն մոռացել են գրել Հունգարիայի մասին, որտեղ Հունգարիայի նորընտիր վարչապետը հայտարարեց դրա մասին։ Նորընտիրը հայտարարեց, որ սա ձերբակալել են եթե գա։ Այնպես որ այս բանի վրա կարող է ավելանալ նաև Հունգարիան։ Եվ այս ցուցակը ինչի է կարևոր մեզ համար։ Այ եթե մենք ժամանակին կատարենք աշխատանք, մեր իրոք մեզանից հասնելիքը, մեր երեխաների հիշատակը, ձեռքբերումները պաշտպանելը, մեր իրավունքները պաշտպանելը, Նետանյահուի կողքը հայտնված կլիներ նաև Ալիևը։ Բայց այսօր Ալիևը փոխանակ հայտնվի Նետանյահուի կողքը, ստանում է խաղաղության մրցանակ։ Փաշինյան Նիկոլի շնորհիվ։ Մեր երեխեքին սպանելու համար։ Փաշինյան Նիկոլի ընտրողներ դուք ով եք։ Ես ասեցի դուք ով եք։ Դուք եք կլինիկական այն դեպքն եք, որոնց ուղղակի մեկուսացնել է պետք հայերին կփրկելու համար։ Սա պատմական այցելություն է, պատմական հայտարարություն։ Սա օմանում է։ Եվ երեք է, չէ՞, կարծեմ ասեցի, որ տարածաշրջանում ամենակարևոր խաղացողը դառնում է Իրանը եւ Իրանը պետք է շնորհակալ լինի Թրամփին։ Եվ Թրամփը մեծաշով մեծ լավություն արել Իրանի համար, չնայած շատ ծանր գնով, որ Իրանը դառնում է տարածաշրջանի ամենակարևոր խաղացող։ Եվ այսօր Օմանում, երեք Օմանում եւ այսօր արդեն թռել է Մոսկվա Պուտինի հետ հանդիպման նախագիծ կա տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու վերաբերյալ։ Այո, որովհետև տարածաշրջանում կա այլ անվտանգության համակարգ։ Դա Թուրքիա, Ադրբեջան, Ադրբեջան, Իսրայել, Իսրայել, Ամերիկա, այս եւ Ուկրաինա կողքից։ Եվ Հայաստանը, որ նայում ենք, հենց այս գծի վրա է, այս գծի վրա է։ Եվ Իրանը շատ բարձ ասում է, որ ժամանակն եկել է նոր անվտանգության համակարգ կառուցելու արաբական երկրներով, որտեղ ոչ մի դեր չի ունենալու, ոչ մի դոմինանտ վիճակ չի ունենալու Ամերիկան, ոչ էլ Իսրայելը։ Եվ դա կլինի Իրանի էգիդայի տակ։ Քանի որ Հայաստանում շատ է հնչում հարցը ով է լինելու մեր ռազմական դաշնակիցը, այսօր ես թույլ եմ տալի մտածել, որ երբ որ մենք ունենանք ազգային պետություն, մենք կարող ենք լինել այդ անվտանգային համակարգի մի առնվազն գոնե սկսել դա հասկանալ, սկսել քննարկել ինչ է ներկայացնում դա Իրանից։ Որովհետև եթե ես լինեի մեր ղեկավարը պետության,
իմ ամենաառաջին դաշնակիցները պետք է լինեին Վրաստանն ու Իրանը։ Ամենաառաջին, ասեք քո հարևաններն են։ Դու ամենալավագույն հարաբերությունները պետք է ունենաս իրանց հետ։ Ռազմական համագործակցությունը, ինֆորմացիայի փոխանակումը դա լինի հետախուզության, դա լինի ռազմական, պետք է ունենաս դու քո հարևանների հետ, լավ հարևանների հետ։ Այն ժամանակ դու կունենաս եւ զարգացում, եւ անվտանգություն, եւ ճանապարհներ, եւ լավ աշխատող զարգացող տնտեսություն։ Իսկ հիմա ինչ որ Հայաստան ունի։ Հայաստանը ոչ մի բան չունի։ Հայաստանը այսօրվա Նիկոլ Փաշինյանի Հայաստանը մի հատ օգտագործված, պարաված, ատամները թափած, այդ կուրտիզան կայա, որը ոչ մեկին պետք չի։ Որը աչու ձախ իրան առաջարկում, տարբեր պոզաներով, բայց միևնույնն է, ոչ մեկին պետք չի։ Այս վիճակն է Հայաստանը այսօրվա։ Ասում ես ընդամենը 3 եմ ասում, որ սա Իրանը անկախ ինձ դարձավ տարածաշրջանի ամենակարևոր խաղացողը։ Իսկ այսօր Իրան արդեն ստեղծում է ամենակարևոր բանը՝ անվտանգային նոր համակարգ։ Ու Հայաստանը հանգիստ կարա լինի այդ անվտանգային մի համակարգի մի մասը, որը Ադրբեջան, ասում Ադրբեջան, Իրանը առաջին առաջարկել է ինձ թվում է Հայաստանին, նաև։ Ու դա կլինի մեր համար այն ապահովության գրավականը, որ մեզ կպահի Ադրբեջանի եւ Թուրքիայի մեջ մեր էքզիստենցիալ, ասենց ասեմ, ապահովությունը։ Էլ ոչ մեկ չի ասի, աղբեջան, միակը ռուսն է։ Հո Ամերիկան չի գալու այնտեղ, հենց քարտեզին նայել եք, մեզ ասում են, չէ՞, կամ Ֆրանսիայի հետ, դուք մեծ քարտեզին նայել եք, Ֆրանսիան ուր, Ռուսաստանն ուր։ Այն ժամանակ էս հիմար քարտեզի մասին հիշողությունը մեզ ոչ մեկ չի դեմ տա։ Հիշում ենք քարտեզ, նայել ենք քարտեզ, թե չէ։ Ասենք հա ոչ չենք նայել։ Հեսա։ Էս Իրանն է, սա Վրաստանը։ Հələ դու քարտեզի նայել ես, դու տեսել ես Ռուսաստանը որտեղ է։ Այսի մի հատ մենք կարանք ասել։ Ես չգիտեմ երբ կգա այդ օրը, եւ ընդհանրապես կգա այդ օրը, թե չի գա, բայց պետք է մտածել սրա մասին։ Սա արդեն իրականություն է։ Ես ընդամենը 3 երազում էի սրա մասին, բայց առաջ էի ընկել մտքերը, սա առաջին արդեն դրա մասին խոսում է, որը նշանակում է մի բան, որ սա եղել է արդեն պլանավորված։ Ասես բաները մի օրվա մեջ չի ծնվում։ Էն էլ Իրանի մոտ։ Իրանի դիվանագիտությունը ինչով է ինքը ունիկալ, որտեղ ոչ մի որոշում պահի, էմոցիայի եւ չգիտեմ ինչ որ նպատակահարմարության տակ չի կայացվում։ Դրա համար էս երկիրը այդքան ստաբիլ է։ Ինքը դանդաղ է։ Ինքը կարող է իդեալական չի, բայց ինքը ստաբիլ է։ Վերադառնանք Հայաստան։ Սա Նորքի մասիվի ճանապարհի մեջտեղի խոտածածկույցն է, որտեղ դեռ մի քանի օր առաջ ծառեր կար։ Ու այս ամբողջ ծառերը տեսեք կտրտված են։ Եվ ձերմոտ հարց չի առաջանում, ինչ են կտրտում այս ծառերը։ Նայեք։ Նայեք։ Սա էկոցիդ է։ Ինչ են կտրվում ծառերը մի տարածքում, որտեղ շնչելու օդ չկա։ Օդ չկա, Հայաստանում, Երևանում շնչելու օդ չկա, որտեղ համարվում է ամենակեղտոտ օդը տարածաշրջանում։ Մեզ մոտ հարց չի առաջանում, ինչ են սրանք հետևողականորեն սպանում բնությունը։ Իսկ բնությունը, գիտեք ինչ է, դա մենակ գեղեցիկ ծառերը չեն, խոտածածկը չի, դա նաև էկո մթնոլորտն է, էկո բալանսն է, ասենք այդ ծիտիկներն են, որ որտեղ գալիս են, բույն են դնում, հայ եթե ծիտիկ չկա, տարածքում պատկերացնում եք, ասենք թրթուրների առատությունը, դուք պատկերացնում եք ջերմաստիճանի բարձրանալը, պատկերացնում ֆիլտր չկա, օդը մաքրելու համար, թռչուններ չկան, որդերն ամեն ինչ ուտի, մի խոսքով խախտվում ամբողջ բնության բալանսը։ Ինչի համար է սա, այսքան հետևողականորեն 8 տարի է արվում է սա։ Սա Հայաստանը սպանելու էկոլոգիական իմաստով նաև պրոցես է։ Ու Նիկոլ Փաշինյանին ընտրողները պետք է շատ լավ հասկանան մի բան, իրանք ոչ թե միայն ապահովելու են Հայաստանի քաղաքական մահը, այլ նաև կենսական սպանդը,
կենսական մահն է արձանագրվելու։ Որովհետև այս քաղաքի ավիրումից բացի, որ Հայաստանում Երևանում էլ տեղ չի լինելու, մեկ երեխուն հետ նստի մի ծառի տակ, մաքուրոտ շնչի, փոշին գնալու տեղ չի ունենալու։ Բարսանալու է վերև իշնի ասֆալտի վրա, բարսանալու է վերև իշնի ասֆալտի վրա, ֆիլտր չկա, վերջ։ Այլ նաև Նիկոլին ընտրել նշանակում է աշխատացնել ամուր սար։ Փաշինյան Նիկոլ, Բաբաջանյան, Արամ Սարգսյան, դուք ում ընտրեք, նշանակում է դուք ընտրում եք ամուր սարի աշխատել։ Ամուր սարի աշխատելը դա Հայաստանի կենսական մահն է։ Մահը, այսինքն առաջին հերթին մի անգամից թույնը լցում է խմելու ջրի մեջ, հողի մեջ, դրա միջոցով գալիս ասում է մեզ մարդուս։ Բոլորիս։ Երեխա մեծ, քպեական, չքպեական, հանրապետական, բոլորիս։ Ինչա, որ մի քանի հոգի, դա ինձ ասեք մի քանի տասնյակ միլիոն փող աշխատեն։ Եվ Հայաստանն թուրքերը։ Եվ ամենակարևորը Հայաստանը որպես բնակելի տարածք վերանա։ Տեսեք, մի կողմից վերացնում են բնությունը, մի կողմից թանկացնում են հարկերը, ձեր տների բնակարանների հարկերը, գույքը հարկը, որ դուք էլ չկարողանաք կապեք, չուզենաք կապեք դե։ Թողեք թուրքերին ու գնաք։ Իսկ իրանք վստահ եղեք, կգան այդ վիճակով էլ ձեր տները կվերցնեն ձեզանից։ Այն ժամանակ կանաչապատումներ կլինի, ամենիշներ կլինի իրացիներ։ Բայց այսօր ձեզ պետք է ձեզ տներից վտարեն, ու իրանք հետևողականորեն այս ցեղասպանությունը իրականացնում են։ Այնպես որ Փաշինյան Նիկոլին ընտրողները ընտրում են ինքնասպանության ճանապարհը։ Սա է, ուրիշ բացատրություն չկա այստեղ։ Եվ ոչ մեկ չի կարող ինձ համոզել, որ այդ մարդիկ, որոնք ընտրում են ինքնասպանությունը, դրանք կլինիկական դեպքեր չեն։ Ես ուզում եմ այս տեսանյութը նայենք իրար հետ։ Այո, Սեղասպանության թանգարանի օգնությամբ։ Մանուկյանը անընդհատ հերագիր էր տալիս շատախին դուք էլ գաղթեք։ Սա Սեղասպանության թանգարանի միջնորդությամբ է սարքած այս թիվը։ Այրիկ Մուրադյանն է պատմում։ Լսենք։ Անընդհատ հերագիր էր տալիս շատախին դուք էլ գաղթեք։ Մերոնք ասում են այ մարդու նոր գաղթենք, մեզ հասեք, մեզ ռազմամթերք հասցրեք, մենք կպաշտպանվենք։ Եվ մեր գաղթը ուշացավ։ Հետո տեսան, որ ճար չկա, շարժվեցին։ Այդ գաղթի ժամանակ ամբողջ ժողովրդին կազմակերպված բերին քարավան դարձրին իրար ետևից եւ մենք էլ ունեինք 5000 հոգուց կազմված զորք։ Հիմա մենք չգիտենք, որ քրդերը մեր ճանապարհները կտրել են։ Դու մի ասա թուրքերը կաշառել են Սմկոյի բանդիտական խմբին 10,000-անոց բանդիտական խումբը մեր բոլոր ճանապարհները փակել էր։ Երեկո է։ Ձորի միջով գնում ենք, մեկ էլ հասանք միտեղ, որ ճանապարհը դենեղ է, մի մեծ քար ճանապարհի վրա գցել են, որ մենք անցնել չկարողանանք։ Երիտասարդները հասան հենակետներով, քարը գլորեցին ձորը։ Եվ մեր ճանապարհը բացվեց, հենց այդ մոմենտին 4 կողմից քրդերն սկսեցին մեզ վրա կրակել։ Մերոնք էլ սկսեցին դրանց դեմ կռվել։ Ձորի թիվը սահմանափակ լինելու համար որոշեցին գալ Սալմաստ։ Լուսաբաց էր արդեն, որ մենք այնտեղից իջանք, տեսնում ենք ամբողջ ճանապարհը, ամբողջ դաշտերը, հովիտները Սալմաստի ծածկված են քրդական դիակներով։ Մերոնք անխնա հետապնդելով, ջարդելով նրանց քշել էին։ Թուրքերն իրենց բոլոր ուժերը մոտ 15,000-անոց մի երկու անգամ մեզնից ուժեղ եկան մեզ վրա Սալմաստ, գրվեցին մերոնք նրանց դեմ։ Մի քանի անգամ ետ տվին նրանց հարձակումներ եւ ծանր կորուստներ պատճառեցին իրենց։ Հետո իրենց դիրքերն ամուր էր։ Իրենք վերևից էին հարձակվում, մերոնք բաց դաշտից։ Եվ դրա համար մերոնք որոշեցին նահանջել։ Նահանջեցին եկան Կուրմի։ Մեկը Հակոբ Աֆանդի էր, մեկը Հովսեփ Աֆանդի էր։ Երկուսը իրենց բաներով որոշում են իրենց բաներով, նավերով մեզ փոխադրել հայրենիք։
Ես ում ձեզ ուշադրություն դարձնեմ մի հանգամանքի վրա, որ ես միշտ խոսացել եմ։ Թուրքը, եթե վստահ չի եղել, որ ուրիշի ձեռքով կար այդ հարցը լուծի կամ ներսից դավաճանություն ունի, երբեք ոչ հարձակվել է, ոչ էլ հաղթել է հարձակվելու դեպքում։ Եվ ինչ է ասում Հալիկ Մուրադյանը, որ սկզբից 10,000 քրդերի ու չերկեզների ձեռով փորձեցին 5,000 հայի դեմը փակել եւ կոտորել 15,000-ի դեմ։ Պարզվեց այդ 10,000 հոգին հերիք չի արել։ Այդ 5,000 հայը ջարդել է 10,000 քրդերին ու չերկեզներին։ Հետո 15,000-անոց թուրքական զորքն է դուրս եկել իրանց դեմ։ Էլի չի կարողացել ուրիշ բան անել։ Սա ոգևորվելու ինքնամեծարման համար չի։ Սա պատմական օրինաչափություն է, որ մենք հասկանանք այսօր Հայաստանի հետ ինչ է կատարվում, որ թուրքերի ամենամեծ ուժը դա Դավաճան, Փաշինյան, Նիկոլն է իր թիմի հետ։ Հանում ես մեջտեղից, ցենց ու թերթվում է Ադրբեջանի վերջին էջը։ Սա է հուշում մեզ պատմությունը։ Նույնիսկ եթե այսօր մեզ զորքը ընդամենը 14,000 են թողել եւ դիմացը վստահ եղեք Ադրբեջանն ունի 50-60 հազարանոց զորք, դրանք մեկ քայլ առաջ չեն կարող գալ, եթե վստահ չլինեն, որ իրանց այդ քայլ անելու պարագայում իրանք դիմադրություն չեն ստանալու։ Նրանք պետք է վստահ լինեն, որ հայ չկա, որ դիմադրություն չկա, որովհետև ամբողջ Արցախն է այտենց տրվել։ Ամբողջ Արցախը, Հադրութից սկսած, Հորադիսից սկսած, ամբողջ Քարվաճառով, բանով, բոլոր տարածքներն մի խոսքով, ստորագրությունով կամ դավաճանական հետնահանջի երամաններով տրված դրանց։ Ոչինչ իրանց ուժերով չեն կարողացել գրավել, ընդ որում այս ամեն ինչի արդյունքում 50,000 զոհ են տվել իրենք։ Երկու պատերազմի հետ միասին։ Դուք պատկերացնում եք սա ինչ թիվ է, ու դա է պատճառը, որ Ադրբեջանը առ այսօր իր մոտ ռազմական դրություն է պահում։ Որ չասի ձեր երեխեքը ուր են։ Չի կարող, ինչ ասես, 50,000 թողել եմ բանում ձորերու։ Քանի ժամ կդիմանան դեր ինքը։ Չկա այդ մասին խոսակցություն չկա, ասում են ռազմական դրությունն է, ձեներդ կտեք վերենգնեք տեղներ։ Վերջ։ Այսքանով հանդերձ։ Սա է նշանակում հայ դիմադրությունը էֆեկտիվության առումով։ Եվ թե ոչ մեկ մեզ չհամոզի, որ մենք փրկություն չունենք։ Այս կարգի 7-րդ դարում այս կարգի բան ստեղծած ժողովուրդը, հասկանում եք, չի կարող չունենալ ոչ մի բան։ Չի կարող ինքս այս պատահական սենց անցորդ լինես պատմության մեջ։ Սա մեն է։ Սա իմ ու ձեր պապերն են սարքել։ Այ որ գնանք 4-5 սերունդ հետ կտեսնենք 7-րդ դար ընդամենը 1400 տարի։ 20 սերունդ, ասիկան 20 սերունդը ընդամենը է։ Այս իմ ու ձեր պապերն են սարքել։ Բայց մենք ո՞նց կարող ենք լինել իրանց սերունդները, չկարողանանք էսի պահենք, ոչ թե միայն չկարողանանք ավելի լավը սարքենք, նույնիսկ չկարողանանք սա պահել, գոնե սրա ավերակները ունակ չլինենք պահելու, բայց մենք ինչ իրավունք ունենք ապրելու։ Ես երբևէ ոչ մի սպորտսմենի հաղթանակի չեմ անդրադարձել, բայց ուզում եմ այս տեսանյութը նայենք իրար հետ։ Այսօր ապրիլի 24-ին ես Մոսկվայում հաղթեցի ադրբեջանցի մարզիկին, մենք ուժեղ ենք միասին։ Հայրս, այս հաղթանակը նվիրում եմ իմ ազգին, Հայաստանում և Սփյուռքում ապրող իմ սիրելի հայրենակիցներին։ Վերջ։ Դե թող գնա Փաշինյան ճիվաղը, իրան խփեր էս պատին, խփեն պատին, իր վիժվածքների հետ, իր կլինիկական հիվանդ հետևորդների հետ, այն որ մեկ իջևանում են, մեկ դիլիջանում են, հա մեկ աբարանում են, այն որ մեկը իր երեխու կյանքն ուզում Նիկոլ Փաշինյանին տա, մեկ ասում են Քրիստոսն Աստվածայի չէ։ Դե դու գնա իրancs պատը տան։ Սա իմ հայնը, իմ տեսած հայնը, ես հենց եմ հայն տեսնում, ես կարծում եմ դուք էլ։ Մինիմում այսպես։
Ես չեմ ուզում գնամ մշակութային դաշտ մտնեմ, թե ինչ հաջողություն ունեն գիտական դաշտ մտնեմ, չեմ ուզում այդ դաշտերը մտնեմ։ Այդտեղ կա ու կա։ Էլի, մեր ամեն ինչի բանալին, հիշեք, ինքնաճանաչման մեջը, ինքնաճանաչված հայը անպարտելի է։ Սա այն բանալի բառն է, որ բացում է բոլոր փակ դռները։ Բոլոր հարցերի լուծումը տալիս է սա։ Ճանաչիր ինքդ քեզ։ Ինքդ քեզ նաև որպես հայ։ Ու վերջ։ Դու դառնում ես անպարտելի, դու դառնում ես անհաղթահարելի խոչընդոտ քո թշնամիների համար։ Այսօրվա համար այսքանը։ Բա մնացեք։